Երբ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում կրակոցներ հնչեցին, ԱՄՆ նախագահ Ջո Քենեդիի իսպանության պահը ֆիքսած կադրերում երևաց մի մարդ, որը փորձեց շատ արագ ինչ-որ բան անել։ Միակն էի, որ հնարավորություն ունեի ինչ-որ բան անել, բայց չկարողացա, եւ դա մնաց ինձ հետ ողջ կյանքիս ընթացքում։ Քլինթ Հիլը ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ էր։ Նա գտնվում էր նախագահական լիմուզինի հետևում, որը տեղափոխում էր Սպիտակ տան ղեկավարին եւ առաջին տիկին Ժակլին Քենեդիին, երբ ավտոշարասյունն ընթանում էր Դիլի Պլազայով։ Պատմել է Տեխասում տեղի ունեցածի մասին ականատեսի աչքերով։ Դա հիշում եմ այնպես, կարծես աչքիս առաջ լինի լրահոսի ժապավենը։ Հիլը խոստովանեց, որ Քենեդիի իսպանությունը դեռ հետապնդում է իրեն։ Դա ինձ ներսից կրծում էր, այդ վիճակը գնալով ավելի էր վատ թարանում։ Դեպքից հետո Հիլը զբաղված էր Ժակլին Քենեդիի եւ նրա երեխաների պաշտպանությամբ մինչև Սպիտակ տան անվտանգության խումբ վերադառնալը։ Հիլի խոսքով այդ ընթացքում աշխատում էր չմտածել սպանության մասին, մինչև 1970 թվականին գաղտնի ծառայությունում պաշտոնի բարձրացում ունեցավ։ Դա ինձ հնարավորություն տվեց պարզապես նստել ու խորհել, եւ որքան ավելի շատ էի մտածում, հույզերը խեղդում էին, հոգեվիճակս ամբողջությամբ խաթարվեց։ Մի քանի տարի անց Հիլը թոշակի անցավ գաղտնի ծառայությունից առողջական խնդիրների պատճառով։ Ինձ մեղավոր եմ զգում, պատասխանատվություն եմ զգում։ Միակ գործակալն էի, որ այդ օրը ինչ-որ բան անելու հնարավորություն ուներ։ Պարոն Հիլը անկասկած տեղի ունեցածը շատ մոտ է ընդունում, մեծ պատասխանատվության տեր մարդ էր, բայց եթե այստեղ որևէ ձախողում կա, ապա համակարգային ձախողում է։ Թեև Քենեդիի իսպանությունը հեռուստատեսության դարաշրջանի արշալույսին ամերիկյան իշխողության մեջ խորը դրոշմված իրադարձություն էր, այն շարունակում է մնալ այնպիսի պատմական դրվագ, որը մինչ օրս հետաքրքրում է մարդկանց ողջ աշխարհում։ Դա այնպիսի պահ է, որ յուրաքանչյուր ամերիկացի ոչ միայն գիտի, այլև վերապրել է թերևս ավելի քան մեր պատմության որևէ այլ իրադարձություն։ Քլինթ Հիլից գրեթե 50 տարի պահանջվեց Քենեդիի իսպանության մասին պատմելու համար։ Նա մի քանի գիրք է գրել այդ մասին, որոնք մեծ տարածում են գտել երկրում եւ դարձել նրա ապաքինման գործընթացի մի մասը։ Հուշագրությունը մաքրագործող ազդեցություն ունեցավ, հատկապես երբ հանրության առջև խոսում էի գրքի մասին, պատասխանում մարդկանց բազմաթիվ հարցերին։ Ներառյալ այն հարցերը, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը Դալասում։ Այնքան տարբեր դավադրապաշտական տեսությունների հայտ եկան եւ այնքան կեղծ, որ նույնիսկ դժվար է դրանք քննարկել։ Քլինթ Հիլը մահացել է այս տարվա փետրվարի 21-ին Կալիֆոռնիայի իր տանը։ Քենեդիի իսպանությունից ավելի քան 60 տարի անց։ Նա 93 տարեկան էր։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն,